Ողջույն, երբևէ փորձել եք բեզեով ռուլետ։ Կարծում եմ ձեզանից շատերը վաղուց արդեն փորձել են, իսկ եթե դեռ չեք փորձել, ուրեմն սկսեք ինձ հետ պատրաստել։ Սպիտակուցի եւ կիտրոնի աղը միասին հարում ենք 3-ից 4 րոպե։ Քիչ-քիչ սկսում ենք ավելացնել շաքարավազը եւ ամեն անգամ ավելացնելուց հետո լավ հարում ենք։ Ամբողջ շաքարավազը ավելացնելուց հետո հարում ենք եւս մի քանի րոպե, մինչեւ ստանանք լավ կայուն բեզե։ Ավելացնում ենք նաեւ եգիպտացորենի օսլա եւ հարում ենք 1 րոպե, որպեսզի օսլան եւս տարածվի։ Սիլիկոնե բահիկի օգնությամբ անպայման եւս մեկ անգամ խառնում ենք մասսան եւ արդեն կարող ենք տարածել սինու մեջ։ Սինին ես անպայման ծածկում եմ տիֆլոնե կովրիկով։ Բեզեի շերտը հավասարաչափ տարածելուց հետո այն տեղափոխում ենք 150 աստիճանով տաքացված ջեռոց 25-ից 30 րոպեով։ Այդ ընթացքում կտրատում ենք թարմ մրգերն ու հատապտուղները։ Արդեն պատրաստված բեզեի շերտը հանում ենք ջեռոցից, պտտում ենք հակառակ կողմի եւ թողնում ենք սառի։ Մինչև այն սառում է, մենք պատրաստում ենք կրեմ։ Այս բեզեի հետ ես սիրում եմ համադրել սերուցքային պանրով կրեմ կամ յոգուրտով պատրաստված կրեմ։ Կրեմը պատրաստեք ոչ այնքան քաղցր եւ բեզեի վրա տարածեք ոչ այնքան հաստ շերտով, քանի որ բեզեն առանց այն էլ շատ քաղցրություն է տալիս։ Արդեն սառած բեզեի շերտի վրա հավասարաչափ տարածում ենք կրեմը, ավելացնում ենք հատապտուղներն ու մրգերը եւ պտտում ենք ռուլետի նման։ Ռուլետը անպայման 2 ժամով պետք է տեղափոխել սառնելը, որից հետո արդեն կարող ենք համտեսել։ Մեկնաբանություններում գնահատեք այս ռուլետի շքեղությունը եւ իմ մայկայի կեղտոտվածության աստիճանը։